Ուրիշ ընտանիքը հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են ընթանալ և արդեն իսկ հասկանալի է ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Սյուժեն օր-օրի ավելի է խճճվում, կերպարների ճակատագրերն էլ իրար մեջ խառնվում։ Հեռուստադիտողը սպասում է այն պահին, երբ ճշմարտությունները մեկը մյուսի հետևից դուրս կպրծնեն լույս աշխարհ և ամեն կերպարի հոգևոր պայքարը կհասնի իր կիզակետին։ Մագդան այս շրջանում ապրում է երկակի զգացմունքներով։ Նա հանդիպում է Նորոյի հետ, տեսնելով նրանում անկեղծություն, մարդկային ջերմություն, բայց միևնույն ժամանակ չի կարողանում մոռանալ իր ներսի կասկածները, հատկապես կապված Էլիզի հետ։ Էլիզը մշտապես ներկա է նրա մտքերում, նրա ներկայությունը կարծես ստվերի նման կախված է նրանց գլխավերևում։ Մագդան զգում է, որ այդ երիտասարդ կնոջ մեջ ինչ-որ վնասված բան կա, ցավ, վրեժ, որոնք խառնվել են իրար և դարձրել նրան անսահման վտանգավոր։ Էլիզը չի կարողանում հանգստանալ, նրա կյանքի նպատակն է դարձել Արշակի ընտանիքը կործանելը։ Նրա աչքերում կա վիշտ, բայց այդ վիշտը վերածվել է վրեժի, որը խլում է նրա խաղաղությունը։ Նա գործում է կշռադատված, սառնարյուն, բայց երբ մենակ է մնում, ցավը նրան հենց խեղդում է։ Չնայած իր ծրագրերին, նա նույնպես ներսից քանդվում է։ Մագդան սակայն որոշում է կարևոր քայլ անել։ Նա այլևս չի ցանկանում գաղտնիքների մեջ ապրել, որոշել է կազմակերպել հանդիպում Նորոյի և իր եղբոր Արշակի միջև։ Այդ հանդիպումը կարող է դառնալ ճակատագրական՝ մի կողմում անցյալի ցավը, մյուսում ապագայի հույսը։ Բայց արդյոք այս երկու տղամարդիկ պատրաստ են լսել միմյանց, արդյոք սիրտը կգերազանցի վիրավորանքը։ Ինչ կլինի, եթե Նորոն իմանա, որ Մագդան հենց Արշակի քույրն է, կկարողանա նա վստահել իրեն, թե կընտրի հեռանալ, թողնելով իր զգացմունքներն անորոշության մեջ։ Իսկ Մագդան արդյոք պատրաստ է կորցնել Նորոյին հանուն այդ ճշմարտության։ Հանդիպման այդ մեկ վայրկյանը կարող է փոխել բոլորի կյանքը։ Մեկ քայլ և հավասարակշռությունը կոտրվում է։ Մի խոսք և տարիներով թաքցված ճշմարտությունները լույս աշխարհ են գալիս։ Առջևում սպասվում են մեծ բացահայտումներ, հույզերի պայթյուն, կտրուկ շրջադարձեր և կյանքի այն պահերը, որոնք փոխում են մարդկանց հավերժ։ Կտեսնենք շատ շուտով։ Սպասեք, դեռ ամեն ինչ նոր է սկսվում։ Ինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ինչ եք կարծում, Նորոն ու Արշակը կհանդիպե՞ն, թե ոչ։ Եվ այդ հանդիպումից հետո ինչ է փոխվելու երկուսի կյանքում էլ։ Իհարկե Արշակը նրանց հանդեպ ոչ մի վատ վերաբերմունք չունի, հակառակը, հավանաբար նրանց է փնտրում, որպեսզի օգնի։ Նա դեռ Ամերիկայից էլ չէր եկել, մտմտում էր, թե ինչպես օգնի կնոջ երեխաներին, բայց Նորոն ու քույրերը Արշակի հանդեպ լցված են ատելությամբ ու ցավի զգացմամբ։ Արդյոք նրանք կկարողանան հանդուրժել Արշակի ներկայությունը։ Իհարկե ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվելու է ու նրանք հասկանան, որ Արշակն այս ամենում որևէ մեղք չունի, հատկապես այն ժամանակ, երբ նրանք ունենան Արշակի օգնության կարիքը։ Իսկ թե ինչպես է այդ ամենը լինելու և ով է հիվանդանալու, որ նրանք կունենան Արշակի կարիքը, Արշակի փողի կարիքը, կիմանաք շատ շուտով։ Ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Էլիզա ապրում է վրեժի զգացմամբ։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի արևը հեռանա հորից ու զգա այն, ինչ իրենք են զգացել։ Տատը, ով այս ամենի հեղինակն է, ով դրդում է Էլիզին էլ ավելի վատ զգալ ու ավելի է լցնում վրեժի ծարավով, մոռացել է, որ այդ նույն կնոջ որդին տարիներ շարունակ անտեսել է իր ընտանիքին, ու կնոջից առաջ նա է հեռացել ընտանիքից։ Երբևէ հարց տվե՞լ են թոռները, թե որտեղ է նրանց որդին, եթե չեն ստացել մայրական սերն ու ջերմությունը, գոնե հայրը նրանց կողքին լիներ, բայց չէ, մշտապես կինն է մեղավոր, ով թողել է իր երեխաներին ու հեռացել։ Իհարկե կնոջը, ով ունի երեխաներ ու հեռացել է, որևէ արդարացում չունի, բայց հավասարապես մեղավոր են նաև տղամարդիկ, ովքեր այդ ամենի հեղինակն են։ Հեռուստասերիալում հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Նորոյի ու Մագդայի հարաբերություններն էլ ավելի են խորանալու, այնպես որ Նորոն այլևս չկարողանա բաժանվել Մագդայից։ Սա է տանում սցենարային լուծումները։ Դե իհարկե, իսկ Մագդան ամեն ինչ անում է, որպեսզի Նորոն իրենից չհեռանա։ Նա անտարբեր չէ Նորոյի նկատմամբ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրված դերասան Վահե Վարդանյանն, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Մարիա» հեռուստասերիալից, միացել է ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի դերասանական կազմին։ Իհարկե, տեսակ, որ արդեն Նորոյի հետ խոսում էր, շփվում ու, ինչպես պարզ է դառնում, նա Էլիզի հետ զույգ է կազմելու։ Իսկ ավելին կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու բաժանորդագրվեք։ Չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել նաև ձեր կարծիքը հեռուստասերիալում նկարահանվող դերասանների մասին, գրեք նաև, որ դերասանի կամ դերասանուհու մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Բաժանորդագրվեք, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված, սեղմեք զանգակ կոճակն ու միացեք մեզ։